Որքան Ադրբեջանում հնչում է Բասար Գեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը։ Այսպես պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Օրբելի ֆորում կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում, նայելով իր դիմաց նստած պատվիրակներին 17 երկրից, այդ թվում հարևան Ադրբեջանից։ Ըստ Փաշինյանի, երբեմն Հայաստանում եւ Ադրբեջանում ընկալում եւ տեսնում են պատմության մի մասը, համարելով, որ պատմության այն մասը, որը բխում է իրենցից, լեգիտիմ է, որը բխում է մյուս կողմից, լեգիտիմ չէ։ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը։ Որտեւ Ադրբեջանի նախագահ ասել է, որ ցարական քարտեզներում, եթե նայենք, Սևանալիճ չկա, կա այլ անուն։ Հա, ինչ որ անուն։ Հասկանում եք, եւ ինչու է անհարմար իրավիճակ, որովհետև հիմա եթե ես այսպես վարվեմ եւ ասեմ, գիտեք ինչ, Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, նախ պիտի պարզաբանեմ, թե ինչ ասել Ադրբեջանի նախագահ։ Վարչապետ Փաշինյանը ըստ էության Ալիևի լեզվով պատասխանեց այն պնդումներին, թե օրինակ Սևան չկա, կա Գյոքչա, իսկ Երևանը կամ ինչպես իրենք են նշում Իրևանը, ադրբեջանական քաղաք է, ինչ որ պահի նվիրված Հայաստանին։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը Ղարաբաղը վերաբնակեցրել է Իրանի եւ Արևելյան Անատոլիայի հայերով էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, պետք է զգույշ լինել պատմության հետ։ Պատմական սոցիալ հոգեբանությունը մի բան չի, որ սենց ռուբիլնիկը քաշես ու կանգնացնես, անջատես, անջատիչով։ Մենք պետքա կարողանանք անցյալը տարբերակել ապագայից։ Ընդ որում ապագան այսօր է եւ ապագան նույնիսկ 2024 ապագան նույնիսկ 2024 թվականն է։ Մենք արդեն 2 տարի ապրում ենք ապագայի մեջ։ Հատկանշական է, որ այս միջոցառմանը մասնակցում էին նաև ադրբեջանցի փորձագետներ, որոնցից մեկը, ի դեպ, վերջին շրջանում արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի եզրույթին, Թոփչիբաշև կենտրոնի ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանի համար դա ավելի լայն հասկացություն է եւ չի վերաբերում միայն թրիփին։ Այն չի վերաբերում թրիփին եւ ի տարբերություն Հայաստանի դա չունի բացասական նրբերանգ։ Երբ մենք ասում ենք միջանցք, Հայաստանում այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում այլ։ Փորձագետներին հիշեցրին Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, թե Սևանա լիճ չկա, այլ կա Գյոյչա եւ հարց ուղեցին, արդյոք այս խոսույթը չի խանգարում խաղաղության գործընթացին։ Ադրբեջանցի փորձագետները խուսափեցին ուղիղ պատասխանից։ Ադրբեջանում հարցը պետք է Ադրբեջանի պաշտոնական անձանց ուղեք, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հարցնում, առաջարկում եմ, որ ստուգեք Վաշինգտոնի հռչակագիրը, որը վերաբերում է տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը։ Reopen Media-ի այն հարցին, թե Ալիևի նման հայտարարությունների ֆոնին որոնք են Ադրբեջանի ներհասարակական սեգմենտում այն կարմիր գծերը, որոնց հետ աշխատանքը բարդ է անգամ Ադրբեջանի ղեկավարության համար, եւ ինչ է արվում այս ուղղությամբ, ադրբեջանցի փորձագետները պատասխանել են, աշխատանքը դժվար է։ Կա հստակ քաղաքացիական կարծիք եւ կառավարությունը պետք է ականջալուր լինի հասարակական կարծիքին։ Ոչ բոլորն են գոհ հաշտեցման փաստից, որովհետեւ շատերի համար տրավման դեռ կա։ Պետք է հասարակություններին նախապատրաստենք մեր գործողություններով, մեր վարքով։ Ինձ համար հաշտեցումը վերջնանպատակ չէ, այն ճամփորդություն է։ Թե ֆորումի ընթացքում ամենահաճախը հնչում էր խաղաղություն բառը, բայց հիշեցնենք, որ ընդամենը 12 տարի առաջ իր ելույթներից մեկում Ալիևը հայտարարել էր, որ չի հանդուրժի երկրորդ հայկական պետության գոյությունը, ինչպես ինքն է նշում, իր հողերի վրա։ Այսօր, երբ նա խոսում է հայկական տարածքների ենթադրյալ ադրբեջանական լինելու մասին, արդյոք կարող ենք լեգիտիմ մտավախություն ունենալ, որ Ադրբեջանը կրկին կդիմի երկաթե բռունցքին, որպես այդ հավակնությունները իրականացնելու միջոց։ Այս հարցը ցավոք չկարողացանք ուղղել Նիկոլ Փաշինյանին, եւ այն մնում է բաց պատասխանել ցանկացողների համար։ Դիանա Կարապետյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։